Ողջույն բոլորին, այս տեսանյութում մայիս ամսվա հաջողակ իրադարձություններն են։ Սա անակնկալը չէ, անակնկալը կանեմ այսու հետ մեկ այլ կերպ, իհարկե անակնկալը չի լինում միայն լավը։ Իսկ սա հաջողակ իրադարձություններն են, տեսնենք թե որ ոլորտներում դուք կունենաք հաջողություն։ Ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Դե համար վերցրել եմ այս մյուս քարտերից տարո քարտերը եւ այստեղ եւս ունենք ֆորտունա քարտը, որը կընկնի ամենահաջողակին, ով որ բոլոր ոլորտներում կունենա հաջողություն, այդ քարտը ուրեմն կընկնի իրեն։ 12 քարտ է ընդամենը, ինչպես որ մնացած դեպքերում է, եւ տեսնենք թե ում ինչ է սպասվելու։ Խառնելու եմ եւ բոլորին տեղադրեմ իրար հետևից։ Տեսնենք ում ինչ լավ պահեր են սպասվում, ինչ լավ հաջողակ իրադարձություններ են սպասվում մայիս ամսվա համար։ Բոլոր կենդանակերպի նշանները եւ տեսնենք ով է հաջողակը իհարկե։ Ժամերը կլինեն մեկնաբանության բաժնում, կարող եք նայել միանգամից ձեր նշանը, եթե շտապում եք։ Ահա։ Եվ տեսնենք, թե ինչ է սպասվում բոլորին։ Դե այստեղ որ ասում են, ում բախտը ինչ կբերի, որովհետև չեմ կիսում, արանքներից չեմ հանում։ Ահա, քարտերը պատրաստ են, պահել հարկավոր չէ ոչինչ, որովհետև դե եթե ինչ-որ մի ոլորտ է ձեզ անհանգստացնում եւ ուզում եք հասկանալ բախտի բերմամբ այդ ոլորտը ձեզ անմիջապես կընկնի եւ թե ինչ է ձեզ սպասվելու այդ ոլորտում, հաջողություն կունենաք արդյոք թե ոչ, ապա կարող եք ուղղակի այդպես մտքի մեջ վերլուծել այդ հարցը, այդ խնդիրը։ Եվ տեսնենք արդեն, տեսնենք ինչ է սպասվում խոյերին։ Դե իհարկե խոյերը շատ են սիրում գումար, բացի ցուլերը, միայն ցուլերը չեն, խոյերը եւս սիրում են, այնպես որ խոյերին ընկել է գումարի քարտը։ Այս քարտով ուրեմն կարող եք մեծ գումարներ ստանալ, նաեւ մի քանի եկամտի աղբյուրներ ունենալ, կունենաք նաեւ կամ կարող եք ունենալ այս ամիս ստանալ բոնուս, վարկ, նվերներ կարող եք ստանալ գումարի տեսքով իհարկե, հաղթանակ դատարանում, որն էլ որ ձեզ էլի եւս գումարներ կբերի, հաջողակ վաճառք, եթե ինչ-որ մի բան եք ցանկանում վաճառել եւ այսքան ժամանակ չէր վաճառվում, ապա մայիս ամսին հավանականությունը շատ մեծ է, որ վաճառվի։ Նաեւ ժառանգություն, եթե ժառանգության հետ կապված հարցեր ունեք այս պահին եւ մտածում եք արդյոք կլինի թե ոչ, կարող է վեճ կա դեռ այդ ժառանգության հետ կապված, ապա այո, սա հաջողություն է, հաջողակ իրադարձություն է ձեզ մոտ։ Ձեզ բարեկեցություն է սպասվում։ Գումարից հաստատ չեք նեղվի այս ամիս։ Նաեւ կարող եք հաջողակ եւ թանկարժեք գնումներ կատարել այս ամսվա ընթացքում։ Այնտեղ կարող է լինել որակյալ ապրանքներ, տան իրեր, տան մեծ կահույք, մեքենա, տուն, յուրաքանչյուր բան, ինչը որ կապված է մեծ գումարի հետ։ Սա ոչ թե միայն գումար է գալիս, այլ նաեւ դուք ինքն այդ գումար կարող եք ծախսել։ Նաեւ կարող է կենդանիների վրա եք գումարներ ծախսում, կենդանի եք գնում, ամուսնանում եք, այդպես է նաեւ գումար գալիս, եթե այդպես այդ հարցն է, այնտեղից էլ է, չէ, բնականաբար, կամ գումար եք ծախսում հարսանիքի վրա, դա եւս։ Այսքանը խոյերի համար, տեսնենք ինչ է սպասվում ցուլերին։ Ցուլերին ընտանիքի քարտն է, ընտանեկան քարտ է սա համարվում։ Այս ամիս բավականին հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կդասավորվի ձեր ընտանեկան կյանքը։
կարող եք շատ վառ իրադարձություններ ունենալ ընտանիքում, ընտանիք կազմեք, միավորվեք, հաշտվեք ձեր սիրելիի հետ, հյուրեր կարող են գալ ձեր տուն, կարող են մնալ ձեր տանը, դուք կարող եք ինչ-որ ձեր ծնողներին եք գնում հյուր, որտեղ ընտանիքի քարտն է սա։ Ոմանց տանը հարսանիք կլինի կնունք, նշանադրություն, կուրախանակ, այդտեղ երեխայի ծնունդ, եթե տեսնում եք երեխա է ծնվում եւ ընտանիքում ուրախանում են, տանը հանգիստ կլինի, հանգստություն կպահպանեք, առանց վեճ, առանց կռիվ, ինչ որտեղ կարող եք նաեւ գնալ ընտանիքով, ընտանիքը այս ամիս ձեզ համար շատ կարեւոր տեղում կլինի։ Իրոք կցանկանաք կամել ընտանիք կազմել, ընտանիք ունենալ են, որի մեջ որ ասում գնա ինձ ընտանիք բերք, երեխաներ բեր, կին բեր, ամուսին, ընտանիք ու երեխաներ, հիմա սա է, ամեն ինչ կունենաք, դե եթե չեք ունենա, ապա ամենայն դեպս կձգտեք, ինչ էլ որ լինի, կարող է ինչպեսի մեկին հանդիպեք, ում հետ որ կկարողանաք ընտանիք կազմել, դա ինչ որ հաջողակ իրադարձություն է ձեզ համար։ Եվ ընտանիքում եւս կարող են շատ առիթներ լինել, որ ընտանիքով համախմբվեք եւ նշեք այդ առիթները։ Ընտանեկան տոներ, ամուսնական տոներ, կարող ձեր ամուսնության, չգիտեմ, որ տարին է։ Դա իհարկե ցուլերս հենց մայիսին բնականաբար այսպես թե այնպես մենք ունենք ընտանեկան տոներ, չէ՞, բոլորս ովքեր որ ցուլ են։ Բնականաբար ծննդյան օրեր ունենք բոլորս եւ առիթ է ընտանեկան, հենց սա իրականում մեր քարտն է բոլորիս։ Այսպես թե այնպես։ Եվ եթե տեսնում եք այնտեղ ծառեր կան, ծառերի վրա արդեն մրգեր կան, որոնք որ հասունացել են, սա նշանակում է, որ ինչ-որ պահն է հասունացել, հա, ընտանիք կազմելու, թեկուզ եթե բաժանվել եք միավորվելու, անգամ ընտանիք կենդանի կա այստեղ, հա, բոլորով միասին են այստեղ։ Հիանալի քարտ է։ Եվ տեսնենք եկվորյակներին, սա եւս մեծ գումարի քարտն է, սա հաջողության քարտն է իհարկե, ամենաբարձր գումարի քարտն է սա համարվում։ Սա նաեւ նոր դռներ բացելու քարտն է, սա նոր դռներ կբացվի ձեր առջև, բոլոր դռները բաց կլինեն նաեւ ձեր առջև։ Եթե որևէ դուռ էր փակ եւ դուք չեք կարողանում այնտեղ հայտնվել, իհարկե անպայման այդ հնարավորությունը կունենաք դուք այս ամսում, որպեսզի այդ դուռը բացեք եւ մտնեք։ Տարբեր քարտերում տարբեր նշանակություններ ունեն։ Այստեղ ցուլ է պատկերված, ում ձեռքին դա չէ, պոչով ինքը բռնել է գումարը, ամենամեծ գումարը։ Դա եւս նշանակում է, որ գումար կունենաք, գումար կաշխատեք այս ամիս, շատ եկամուտ կունենաք, կարող են ձեզ հրավիրել որևիցե մի տեղ, որտեղ որ գումար վաստակել այնտեղ, կախված է թե ինչ եք անելու այնտեղ, ինչպես գործարքներ եք կնքում, ինչ որ նոր բան կսկսեք սա, նոր ուղի է ձեզ համար, նոր բաց, այդպես եթե տեսնում եք, բաց է դուռը, մեկ այլ քարտերում այնտեղ նաեւ կամ ձեռքի մեջ է, կարծեմ կլոր քարտերից մեջ այդպես է, դա ձեռքն է, դա Աստծո ձեռքն է, ընդհանրապես համարվում, որ նա ձեռք է մեկնում ձեզ, եւ տարբեր քարտերում տարբեր նշանակություններ ունի, սա հենց նշանակում է, որ ցուլերի նման այդպես կարող ձգտել գումարի այս ամսվա ընթացքում եւ իհարկե գումարն էլ այսպես թե այնպես կգա, հա, սա հաջողակ իրադարձությունը ձեզ մոտ ֆինանսական առումով է եւ հաջողակ լինելու առումով, դռները բաց լինելու առումով, կկարողանաք յուրաքանչյուր բան անել, մեծ լայն բաց է, հա, դուռը ձեզ համար եւ արև է այստեղ ներսում, որն էլ որ հենց մարդը ուրախանում է, էներգիա է ձեռք բերում եւ կկարողանա ամեն ինչ անել, անգամ ցուլի պոզերում է, այստեղ ինչ որ բաներ պատկերված, ես այս քարտ ուշադիր չէի նայել, նե խոյի սիմվոլներն են այստեղ,
առաջին երկու կենդանակերպի նշանի սիմվոլներն են։ Դե եւ իհարկե այստեղ որոշ ծաղիկներ կան, դա եւս հա զարգացում է, առաջ խաղացում է, նայեք ցուլին ուրախ է աչքերից եւ ընդհանրապես դեմքից, երևա որ ցուլ ուրախ է։ Եթե ցուլը ուրախ է, ուրեմն լավ է։ Դա շատ գումարներ կտա ուրեմն։ Եվ տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին։ Սա թագուհու քարտն է, իհարկե, թագուհու կանանց քարտն է, իհարկե։ Կապ չունի տղամարդ է նայում թե կին այստեղ։ Ուրեմն այստեղ նշանակում է բարձրունք, որովհետև նա արդեն իր տեղում նստած է։ Նշանակում է բարձրունք, նշանակում է առաջ խաղացում, նաև ավելացում, շռայլում ինչ-որ մի բան, եթե տեսնում եք ինքը երբ որ նստած է իր կողքերն էլ են, այդպես շռայլված, իր յուբկեն այդպես շռայլված է։ Ինչ-որ բան կավելանա ձեր կյանքում կամ կշատանա։ Ուղղակի ուշադիր եղեք, որպեսզի չգիրանաք։ Սա մայրություն է նաև, հղիություն է, որը էլի եւս է մարդը շատանում է, փորը մեծանում է, այսպես թե այնպես, ինչ որ մի ձևով։ Նաև կունենաք այս ամիս ավելի լավ կյանք, ավելի կոմֆորտ։ Ոմանք եթե ընտանիքում եք, որ դե երեխաները այդքան արդեն ակտուալ չեն, ապա թոռներ կարող եք ունենալ, կլսեք, որ թոռ եք ունենալու, նաև կարող եք տունը ընտանիք կենդանի բերել եւ այդպես եւս ձեր ընտանիքը 1 հոգով, 2 հոգով կավելանա, չէ՞ որ երբ որ տանը ինչ որ կենդանի էլ կա, մի տեսակ զբաղվում են մարդիկ իրանով ու յուրաքանչյուրն խնդիր պակասում է։ Դե չնայած մարդիկ կան, որ անգամ դա էլ չի օգնում իրենց։ Նաև կարող է լինել գումար, մեծիր, կարող եք տուն բերել, գնել, տունը մեծացնել, տարածքը մեծացնել, հա, այնտեղ դիմացը ավելացնել, հետևը ավելացնել, կողքից, մի խոսքով, ինչ որ միտեղ այստեղ ավելացում է նշանակում։ Կարող եք որևէ կնոջ հետ ձեր հարաբերությունները լավացնել, հաշտվել այդ կնոջ հետ, կամ որևէ կնոջ մոտ կարող է ինչ որ բան փոխվել, կարող է լինել ձեր մայրը, ձեր երեխան, եւ դրանով էլ ձեր մոտ էլ փոփոխություն կլինի։ Դա նաև կարող է ազդել անձամբ ձեզ վրա։ Կարող են նաև ձեզ դիմել, որպեսզի լինեք կնքահայր, կնքամայր, այդպես։ Շատ կարևոր դերում լինեք, որովհետև այս կինը ինքը բարձրունքում է նստած, ինքը իմպերատրիցան է։ Իսկ դա նշանակում է թագուհի, թագուհուց էլ մի բան էլ ավելի վերև։ Դրա համար դուք այս ամիս նման դերում կլինեք, կամ բավականին շատ կանացի կլինեք, կփոխվեք, կարող է նաև հանդերձանքն եք փոխում, ձեր ընդհանուր տեսքն եք փոխում։ Ինքը նայեք իր տրոնում նստած, բաժակը ձեռքին, ինքը ինչ-որ մի բան է նշում, կարող է ինչ-որ մի բան է ձեզ մոտ ավելանում եւ դուք դա նշում եք, որ ինչ-որ մի բան շատացավ ձեզ մոտ։ Ընդհանրապես իր նշանակությունը դա է, ավելացնել։ Ավելացնել ինչ-որ բան, ավելացնել մարդու կյանքում յուրաքանչյուր բան։ Թեկուզ այն, որ մի փոքր ներդրում եք անում, նա ավելացնում է, նա շատացնում է դա։ Ընդլայնում է։ Դե չի ասի Նեպտունի նման, դե Յուպիտերի նման ավելի շատ, Նեպտունը ավելի շատ սվաղեցնում է, հավասարացնում է հողին, մաքրում է շուրջ բոլորը, բայց Յուպիտերի լավ կողմը, իհարկե ինքը շռայլում մեծացնում է, նաև իհարկե մարդուն էլ է մեծացնում, գիրացնում։ Դա ուղղակի ուշադիր եղեք։ Եվ կնայենք առյուծներին։ Առյուծներին սա ճանապարհ է։ Ճանապարհ է, որը մարդը կարող է գնալ այս ամսվա ընթացքում եւ հաջողակ։ Եվ ոմանք էլ կարող է ընտրության առջև կանգնեն երկու քարի արանքում, երկու ինչ-որ մի շատ կարևոր կողը, երկու աշխատանք են առաջարկում, երկու երիտասարդ կամ երկու աղջիկ կա ձեր կյանքում եւ ընտրությունը պետք է կատարեք։ Ոմանք կարող են երկար ճանապարհ գնալ, գործուղման գնալ, ճամփորդության գնալ, նաեւ նշանակում է տրանսպորտ սա։ Տրանսպորտ, տեղափոխություն, ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ բնակարան, ոմանք կարող են տրանսպորտ գնել իրենց համար։
Եթե մայիսին ճանապարհ եք գնալու, ապա այն հաջողությամբ կանցնի։ Կարող եք տոմսերը գնել կամ վերջին տոմսերը ոնց որ հասցնեք այդ գնել կամ մեկը վերադարձրել է դուք անմիջապես կարողանում եք գնել այդ պահին արագ եթե ճանապարհ եք գնալու տեղ եք գնալու շատ հեշտ կհասնեք հատկապես եթե պետք է մի քանի տրանսպորտ փոխեք ինքնաթիռ եւ այլն այնտեղ մի քանի տրանսպորտ ամեն ինչ ճիշտ ժամանակին կհասցնեք ոչ միտեղ չեք ուշանա Եթե ունեք տրանսպորտ կամ պլանավորում եք գնել մեքենա, մոտո եւ այլն, կամ երթևեկության կանոններն եք սովորում այս պահին, կամ վարորդական իրավունքի համար եք ուզում դիմել, ապա այդ ամենը հաջողությամբ կանցնի։ Հաջողակ գնումներ կկատարեք, շատ լավ մեքենաներ ձեռք կբերեք եւ այլն, ինչ որ տրանսպորտի միջոց, նաեւ հեշտությամբ կհանձնեք տրանսպորտի հետ կապված քննությունները։ Եթե դուք ձեր առջև դրել եք շատ բարձր նպատակներ, ապա այս քարտը ասում է, որ դուք կմոտենաք այդ ձեր նպատակին։ Չեք հասնի, բայց գնում եք։ Մարդը արագ գնում է, ֆլագը ձեռքին, դրոշը ձեռքին, նա գնում է թեկուզ, այստեղ եթե տեսնում ենք այս քարտի մեջ ամպերի միջով է գնում։ Դե ամեն մի քարտ իր նշանակությունն ունի։ Դե նշանակությունը այդքան չէ նկարներ է, ինչ կան նկարներ, այդպես էլ պետք է մեկնաբանվի։ Ամենայն դեպս ինչ մի ձին տանի, ինչ երկու ձին, ուղղակի կարող եք շատ լուրջ ընտրության առջև կանգնած լինել։ Դա է որ մարդը երկու տարբեր ձի է այս կողմ գնալ, թե այն կողմ գնալ։ Դա է որ կարող է մեկ ձին այն կողմ է գնում, նայեք, մյուսը այն կողմ եւ կարող է ձեր մտքերը, ձեր մտածմունքները եւս այս ամիս այդպեսին լինեն, գնամ Ֆրանսիա հանգստանալու, թե գնամ օրինակ Զանգեզուր կամ չգիտեմ, այնպեսի մի տեղ եւ մտածեք որ ավելի թանկ կնստի ինձ վրա չէ երևի Ֆրանսիա գնալն ավելի մատչելի է այսքան է ձեզ համար այնպես որ գնացեք հասեք ձեր նպատակներին եւ յուրաքանչյուր ճամփորդություն ճանապարհ ձեզ համար հաջողակ կլինի այս ամիս Գնայինք կույսերին, կույսերը դա աստղն է, դա հենց նշանակում է աստղ շատերի համար, որ իրենք կարող են այս ամիս դառնալ աստղ Աստղը նաև ինչ-որ ոլորտ չի հստակ, որ ասեմ ինչ-որ մի ոլորտը լավ կլինի կամ հաջողակ։ Սա երազանքների իրականացումը։ Մայիսին կկատարվի ձեր որևէ երազանքը, որը վաղուց եք երազում։ Ոնց որ ժամանակը եկել է արդեն, որ ձեր երազանքները կատարվեն։ Եվ սա նաև ընդհանրապես աստղը դա ոնց որ հրաշք լինի, ինչ-որ մի հրաշք կկատարվի եւ ձեր ցանկությունները կկատարվեն։ Եթե դուք պլանավորել եք զբաղվել ձեր երիտասարդացման հետ կապված հարցերով, առողջության հետ կապված, պլաստիկ վիրահատություն, ապա այս քարտը ինձ ասում է, որ ձեր համար հաջողակ շրջան է, կարող եք անել։ Դե չնայած ամսի 4-ին արդեն իսկ Պլուտոնը հետադարձ է, չնայած Պլուտոնը այդքան էլ տրանսֆորմացիան դա այլի մարդու դեմքը եւ այլն փոխելն է, բայց դե նա հետադարձ է արդեն։ Դե կարևորը Վեներան հետադարձ չէ, բայց դա պետք է էլի նորից ուղղակի Պլուտոնը բավական երկար ժամանակ է հետադարձ լինելու, եթե դուք նայեք իրեն, ապա տարվա կեսը ամբողջությամբ նա հետադարձ է։ Սա նաև հեղինակության համար է շատ լավ, հայտնի դառնաք այս ամիս, հիանալի ժամանակ է, եթե ուզում եք ձեր գործերը առաջ մղել, ինչ ոլորտում որ աշխատում եք, կարող եք առաջ մղել եւ կունենաք հաջողություն։ Այս կին աստղի նման փայլում է, կապ չունի կին է նայում թե տղամարդ, միևնույնն է։ Նույնն էլ այս քարտը, այստեղ եթե կին է, դա դեռ չի նշանակում, որ խոսքը միայն կնոջ մասին է։ Տղամարդը նույնպես, հա, ինքը պետք է վերցնի ամեն ինչ իր վրա, այն ինչ որ ես ասում եմ կնոջ համար։ Կամ եթե կին ունի, կարող է կնոջ մոտ է այդպեսին։ Ամենայն դեպս դե քարտերը չեն ստեղծվել բոլորը տղամարդ։ Կանայց են, նկարել ավելի շատ։ Դրա համար այստեղ կին է, բայց ինքը աստղ է, համարվում է աստղ։ Այնպես որ դուք ինքներդ եւս այս ամիս աստղի նման կփայլեք։ Տեսնենք կշերկներին, արև, հիանալի,
Հիանալի քարտ է սա, ուղղակի ամենալավ քարտերից, լավ քարտն է, ոչ թե ամենալավ քարտերից։ Եվ այս ամիս որից իրադարձություններ կկատարվեն, որոնք որ բավականին ձեզ շատ կուրախացնեն, ձեզ կերջանկացնեն։ Դա կարող է կապված լինել երեխայի հետ, թոռնիկների հետ։ Այստեղ ճիշտ է, շատ չի երևում, բայց մյուս քարտում երեխա է նաև, եթե նկատել եք, այնտեղ չգիտեմ, դե շատ չեմ օգտագործում տարո քարտերը։ Դե համար այստեղ ինչ որ մեկն է կարող, ձեր ամուսինն է կարող, դուք եք, ինչ որ մի բանի եք հասնում եւ հաջողության եք հասնում եւ դա ձեզ ուրախացնում է, մարդը գնում է արևի շողերի ներքո։ Նա որ ուղղակի իրենց կյանքում, ձեր թոռների, ձեր երեխաների կյանքում ինչ որ մի բան փոխվի։ Այստեղ կարող է նորություն հղիության մասին լսեք, կամ ձեր, կամ մի խոսքով երեխաների, թոռների հետ կապված շատ վառ, ուրախալի իրադարձություններ տեղի կունենան ձեր կյանքում, կմտնեն ձեր կյանք, որպեսզի դուք ուրախանաք։ Ոմանց հարսանիքը կարող է լինել, կամ առաջարկ կանեն, առաջարկություն հարսանիքի, ամուսնության, կամ կարող են ձեզ արձակուրդ տալ, որը որ ձեզ համար հիանալի կլինի, հիանալի կանցնի, շատ լավ կհանգստանաք, խոսքով կլինեք շատ հետաքրքիր վայրերում եւ շատ լավ էմոցիաներով կվերադառնաք տուն։ Բացի դա էլ սա հենց ասում է, որ շատ լավ եղանակ կլինի, շատ դեպքերում չեմ են գնում ենք ինչ-որ միտեղ, հենց արևը դա ասում է, որ արևային եղանակ կլինի, հանգիստ կհանգստանաք, հետ կգաք։ Այդպես է մեկ-մեկ լինում է, որ գնում ես հանգստանալու, ավելի վատ եղանակ է լինում այնտեղ, քան իրականում, որ գիտես ուր ես գնում, պետք է այնտեղ լավ լիներ։ Դա ուրախ բայր են սա, մարդը ուրախ առաջ է գնում, ինչ որ կողմ ինչ-որ բան լինի, որ ուզենաք բոլորին հայտնեք։ Թող լինի վերջանա նոր, եթե եղել է արդեն, հա, հայտնեք։ Բայց լավ կլինի, որ վերջանա նոր, եթե ինչ-որ ուրախալի պահեր են, ինչեւ ձեզ չհասնի այդ ամեն ինչը իրականում չշոշափեք, եթե նման ինչ-որ բան է, ոչ ոքին փորձեք չասել։ Եվ գնայենք կարիճներին։ Կարիճներին այստեղ դատավարության քարտն է, սա դատարանի քարտն է, այդպես կարելի է ասել, դատավարություն, մարդը քննադատության նաև իհարկե, որ դատապարտում են քննադատությունը։ Ամենայն դեպս սա վերաբերվում է փաստաթղթերին, պայմանագրին, դատական գործընթացներին, վարկերի հետ կապված հարցերին, այդ ոլորտներում հաջողություն կունենաք։ Եթե դատական գործեր ունեք, եթե փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեք, ինչ-որ բաներ պետք է ձևակերպեք, անեք, ապա այդ ամենում, այդ ոլորտում հաջողություն կունենաք։ Կարող եք հեշտությամբ շփվել ուրիշների հետ։ Կարող եք նաև, եթե ինչ-որ դատական գործեր են կամ փաստաթղթերի հետ կապված, ապա կարող եք գտնել շատ լավ մասնագետ, որ կզբաղվի այդ հարցերով, այնտեղ կարող է լինել իրավաբան, կարող է լինել բանկի ղեկավար եւ այլն, յուրաքանչյուր մեկը, ով որ շատ լավ կանի այդ գործերը հաջողությամբ։ Եթե տուն եք գնելու, ամուսնական հարցեր եք լուծելու, կամ ԶԱԳՍ, կամ այնտեղ բաժանման հետ կապված, ապա շատ լավ ժամանակ է եւս էլի ձեզ համար, եթե բաժանությունը դա հաջողությամբ ոնց որ առանց խնդիրների, առանց որևէ բարդությունների կլինի, նույնն էլ ամուսնությունը, ԶԱԳՍավորումը, տունը ձևակերպելը իհարկե, քանի Մերկուրին հետադարձ չէ, գնեք եւ ձևակերպեք։ Այստեղ անձնագրի փոփոխություններ նաև, այնտեղ վիզա է եւ այլն, յուրաքանչյուր, թեկուզ եթե օտարերկրում եք գտնվում եւ փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեք, սա եւս է, դա ասում է կամ որոշումը կստանաք, կամ հեշտությամբ ձևակերպեք այդ բոլոր փաստաթղթերը, կտակ, ներս կընդունեք այդ բոլոր փաստաթղթերը։ Եվ գնանք աղեղնավորներին, տեսնենք աղեղնավորներին, այսա հիանալի քարտ է, բոլորն են ընդհանրապես, ես ընտրել եմ հիանալի քարտերը, որ մեկը մյուսից լավ լինի, որ ոչ մի բան այստեղ խնդիրներ չլինի, որովհետև սա ամենալավագույն իրադարձություններն են, որ ամենահաջողակ իրադարձությունների տեսանյութն է։
Անունը փոխել եմ։ Անակնկալը կլինի մյուս քարտերով, հենց անակնկալը կլինի բոլոր քարտերով, թե ինչ անակնկալ է մարդուն սպասվում։ Սա հաջողակ իրադարձություններն են։ Եվ այս քարտը հենց ինքնին նշանակում է ուրախություն։ Եթե տեսնում ենք 3 աղջիկ են, բաժակները բարձրացրած, որոնք ուրախանում են։ Կարող է առիթ է այս ամիս, որովհետեւ հարսանիք, հաղթանակ, ծնունդ, որտեղ կան շատ մարդիկ, այդպես եւ ինչ որ բան եք նշում։ Նաեւ ոմանց մոտ սա կարող է լինել խանութի բացում եւ այլն, աշխատանքի ընդունելություն, ինչ որ մի բան, որը մարդիկ կցանկանան նշել այս ամիս։ Նման վայրում կլինեք այս ամիս, կամ շատ կարող եք լինել նման վայրերում։ Դա կարող է Ցուլերի հետ ընկերությունականում եւ Ցուլերի անընդհատ Ցուլերի ծնունդ է եւ պետք է գնաք։ Կարող է աշխատանքի վայրում որևիցե առիթ նշեք։ Համենայն դեպս թեթև կյանք կունենաք այս ամիս։ Ամենուր հաջողություն կունենաք եւ ամենուր շատ թեթև, շատ ուրախալի, գուցե ինչ որ բաներ լինեն, որը կուրախացնի, ինչ որ բաներ կարող են լինել, որը մատերի արանքով կնայեք եւ էլի կուրախանաք, ինչ որ տխրություն ձեզ մոտ չի լինի։ Ամենայն դեպս սա ինչ որ մի բան է, ոմանց մոտ հղիություն, ոմանց մոտ հարսանիք, ոմանց մոտ սիրահարվածություն, ինչ որ բան, որը որ ոմանք իրենց ընկերուհիների հետ կուրախանան, ոմանք էլ իրենց հարազատների, ընտանիքի անդամների։ Մի խոսքով ուրախ պայր են ձեզ սպասվում միայն։ Դեռևս հաջողակը չի ընկել, տեսնենք ով է հաջողակը լինելու աճեղջուրները։ Չէ, աճեղջուրները չէ, աճեղջուրներին սիրային քարտ է ընկել։ Սիրային երկու հոգի, այստեղ ինչ որ մեկն է, որ կարող է հայտնվել ձեր կյանքում, ոմանց կյանքում սա որպես երկրորդ կես, եթե միայնակ եք, ոմանց կյանքում նաև որպես ընկեր։ Ինչ որ մեկը կմտնի ձեր կյանք, ով որ շատ կարևոր դեր կխաղա ձեր կյանքում, ով որ շատ կարևոր մարդ կլինի ձեզ համար։ Ինչ որ կարող է նոր մի բան բերել ձեր կյանքը իր հետ։ Նաև կարելի է այս քարտով ասել, որ ձեր հաջողությունը կգա ուրիշ մարդկանցից։ Ինչ որ այդ ծանոթություններից եւ այլն։ Նաև կարող է նոր, եթե ինչ-որ միտեղ աշխատում եք, կարող նոր աշխատող գալ, նոր գործընկեր, նոր հաճախորդ ունենաք, որը եւս ձեր կյանք մտնելով ինչ-որ մի բան կփոխի, կողմից պատվեր է անում, տնորեն կարող է գալ, նոր մարդ է էլի, որը մինչև այդ կարող է մի հատ տնորեն ունեիք, ով որ ձեր կյանքը ուտում էր եւ չեք էլ ուզում գնալ աշխատանքի, ամեն օր ժամերն էիք հաշվում, թե երբ եք ավարտելու, իսկ հիմա ամեն ինչ փոխվում է եւ շատ լավ է։ Ամենայն դեպս ով էլ որ մտնեն, հենց այնպես չեն գալու ձեր կյանք։ Թողեք ձեր կյանք, նաեւ սա կարող է լինել հաշտեցում։ Զույգերի հաշտեցում, եթե այստեղ տեսնում եք, ինքը սիրային քարտը չի, բայց դե նկարը սիրային է, բայց ինքը չի համարվում հենց սիրո քարտը։ Հաջորդ անգամ սիրո քարտը կվերցնեմ։ Սա ուղղակի ինչ որ մեկն է, ով որ կմտնի ձեր կյանք, կծանոթանաք ամուսիններով էլի այդպես նայեք, սիրով կլինեք մեկը մյուսի հետ։ Դե հաջողությունը մի խոսքով ուրիշ մարդկանցից է։ Կարող ձեր ամուսինը ընդունվում է աշխատանքի եւ ձեր կյանքը փոփոխության է ենթարկվում։ Կարող է հաճախորդն է հանդիպում եւ էլի ձեր կյանքը մտնում եւ ինչ որ փոփոխություններ է մտցում ձեր կյանքը, շատ մեծ գումարներ կամ անընդհատ այնպիսի մեկն է, ով որ ձեր գործը սկսում է հավանալ եւ անընդհատ նա ձեզանից օգտվում է, ձեր ծառայությունից օգտվում է, այսպես եւ դա ձեզ հաջողություն կբերի։ Եվ նայենք ջրհոսներին, տեսնենք, ահա, ջրհոսներն են հաջողակները։ Սա նշանակում է, որ իհարկե հատուկ ոլորտ չկա, այս ֆորտունային, այս ամսվա հաջողակներն եք։ Բոլոր ոլորտներին է սա վերաբերվում, բոլոր ոլորտներում հաջողություն կունենաք, այստեղ գումարային հարցում, ծանոթության, սիրո հարցում, աշխատանքի հարցում, յուրաքանչյուր ոլորտում։ Ճակատագիր եմ, որ ասում է ձեզ կժպտա, կբռնի ձեր ձեռքը եւ կտանի առաջ։
Միշտ կլինեք այնտեղ, որ պետք է լինեիք այդ պահին, ճիշտ ժամանակի, ինչպես որ ասում են, ճիշտ տեղում։ Նաև փոփոխություններ կունենաք, կամ եթե դուք եք ուզում փոխել ձեր կյանքը, այնտեղ դուրս գալ աշխատանքից, փոխել աշխատանքը, փոխել ինչ-որ տունը, միջավայրը եւ այլն, ապա այդ ամենը հաջողությամբ ձեզ մոտ կստացվի։ Նաև սա ընդհանրապես ֆորտունան, երբ որ ընկնում է, դա նշանակում է մենք արդեն բարձրունքում ենք։ Բայց ինքը ֆորտունան ընդհանրապես կլոր է եւ դա նշանակում է, որ մարդը մի որոշ ժամանակ հաջողություն է վայելում, մի որոշ ժամանակ անհաջողություն։ Եվ եթե մարդը իրենով բարձր է, բարձր ոնց որ մակարդակի վրա է գտնվում, ապա նա կկարողանա լինել այդ ֆորտունայի մեջտեղում։ Դա նշանակում է, որ մարդը կկարողանա շրջանցել եւ այն լավ պահերը եւ վատ պահերը։ Դա կլինի այն, որ մարդը ամեն ինչին թեթև կտանի, ամեն ինչը իր մոտ թեթև կանցնի։ Ոչ թե կզգա այս րոպեին, վայ, ինչքան լավ երկնքում արդեն ինքը գտնվում, մեկ էլ հոп, ինչ որ ժամանակ, մեկ էլ գետնին է։ Դրա համար մեջտեղում գտնվելը ամենակարևորն է այս քարտում։ Եվ ընդհանրապես յուրաքանչյուր մարդ, որ ծնվել է ամսի 10-ին, նա պետք է հասկանա, որ այս քարտը հենց իրան է վերաբերվում եւ ձեզ մոտ եւս կարող է վերելքներ եւ վայրեջքներ լինել։ Եվ եթե դուք հոգեպես զարգացած մարդ եք, ապա կկարողանաք կանգնել մեջտեղում, որ չպետք է գլուխը կորցնել եւ որ շատ օրինակ մեծ գումարներ եք վաստակում։ Այդ դեպքում միշտ ընդհանրապես խորհուրդն է այս քարտի, եթե դուք ինչ-որ որոշ ժամանակ շատ մեծ գումար վաստակեցիք, ապա այդ գումարից պետք է հետ գցեք, որովհետև դեռ կա վատ շրջան։ Եթե մարդիկ կան, որ միշտ նույն դիրքում են, միշտ իրենց բավարար է այդքան գումարը, միշտ կարողանում են ամեն ինչը ճիշտ չափված ձևած անել, իրենք միշտ կենտրոնում են։ Եվ իրենց վրա չի ազդում այդ բարձրունքն ու վերելքը ու վայրեջքը, որովհետև վայրեջքը միշտ այս քարտով ցավոտ է։ Բայց հենց որ արդեն այս քարտն են գնում, դա նշանակում է, որ դուք այդ պահին վերելքում եք գտնվում։ Այո, պահպանեք մեջտեղը, դա ամենաճիշտն է ընդհանրապես։ Եվ իհարկե ձկներին, չեմ հիշում, որ քարտն է, ահա, ձկներին սա նշանակում է հաղթանակ, հա, որովհետև եթե տեսնում ենք տղան հաղթանակած այդպես կանգնած է կենտրոնում, դա հենց նշանակում է հաղթանակ։ Յուրաքանչյուր հարցում, սա նաև կարելի ասել վերցրել եմ աշխատանքի հետ կապված հարցերում, սա աշխատանքի մեջ հաղթանակ է, սա հաջողություն աշխատանքում, կարող եք ընդունվել աշխատանքի, կարող այդպես մի քանի հոգի քննություն եք տալիս այդ աշխատանքի համար եւ նրանք ձեզ են վերցնում, հաղթանակ նաեւ ուսման մեջ, կարող եք ուսման մեջ եւս քննություններ այնտեղ եւ այլն, ոմանք կարող են պաշտոն ստանալ, բարձրունքի հասնել, մի խոսքով աշխատանքի մեջ, հա, այստեղ ուղղակի պետք է նայեք, որ ոտքի տակ կան 3 կենթանիներ, ովքեր որ կփորձեն ձեզ խանգարել ամենայն դեպս, բայց պետք է այնպես անեք, որ միշտ բարձրունքում լինեք։ Եվ արդյունքների կարող եք հասնել, եթե շրջապատեք ձեզ մարդկանցով, օրինակ աշխատակիցներով անեք, ոչ թե միայնակ, կոլեկտիվ որևիցե աշխատանքի միջոցով, նաև ոմանք կարող են իրենց աշխատակիցներ ընդունել, եթե նման տեղ եք, եթե ունեք սեփականություն, ապա կարող եք ընդունել աշխատանքի ոմանց եւ այդպիսով իրենց օգնությամբ դուք կարող եք ինչ-որ մի բանի հասնել, կամ հենց ձեր կոլեկտիվը, որտեղ որ դուք եք աշխատում։ Համենայն դեպս ինչ որ մարդկանց միջոցով եք դուք հասնելու վերելք եւ 3 կենթանիներին, 3 այստեղ ամենայն դեպս չհաշվենք 3, կարող է մեկ նկարում 4-5 լիներ։ Այն մարդիկ, ովքեր այն իրավիճակները, ովքեր որ ձեր ոտքերի տակ են, ովքեր որ չեն թողում նայեք, ճանապարհը գնաք, բայց դուք կանգնած եք, ամենայն դեպս հաղթում եք դա։ Ապա այսպես թե այնպես կկարողանաք գնալ իրենց օգնությամբ, ձեր այդ հետևի մարդկանց օգնությամբ։ Իհարկե։
Միայն այդպես կարող եք առաջ գնալ։ Չնայած որ մեկ այլ քարտ է ուզում վերցնել։ Երևի թե մյուսը պետք է վերցնի, այդ ավելի շատ էր նման իմ ուզածին։ Համենայն դեպս, ինչ էլ որ լինի, միևնույն է, այն դեպքում էլ էր մարդը էլի այդպես դիրքին կանգնած, այս դեպքում եւս էլի մարդը իր դիրքին կանգնած է։ Այսպես թե այնպես ձեզ բարձունք է սպասվում, բայց օգնությամբ։ Մի մերժեք ինչ որ մարդկանց օգնությունը եւ անգամ եթե հարկ կա, դուք ինքներդ դիմեք տվյալ մարդկանց օգնության համար։ Այսքանը հուսով եմ ինչ որ մի բան կփոխվի ձեր կյանքում, որովհետև լավագույն պահերն են սա մեր կյանքի եւ պետք է օգտագործել լավագույն պահերը, որպեսզի հասնենք մեր ուզածին, հասնենք հաջողության այս կյանքում։ Եվ եթե իմանում եք, որ ոլորտում է հաջողությունը, ապա եւս ինչ որ մի փոփոխություն է լինում։ Կարող եք նաեւ նայել եւ ձեր ասցենդենտի նշանը եւ լուսնային նշանը, մեկը մյուսին ինչ որ մի բան կասի։ Մեկը մյուսին օգնություն կլինի։ Կարող է ձեր պահածով, ձեր այն որ ինչ որ ձեզ մոտ կա, ինչ որ խնդիր, ինչ որ մի բան, ինչ որ հարց, որը պետք է լիներ մայիսին, կարող են գնում է ձեր լուսնային նշանում կամ նաև ասցենդենտի նշանում, այդպես։ Այսքանը ձեզ համար, ինչքան էլ որ մեկնաբանությունները փակ են, միևնույն է, կարող եք նայել ժամերը եւ տեսնել միայն ձեր նշանը կամ նշանները։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաջողակ ամիս եմ մաղթում, շատ լավ ամիս է մայիսը, ճիշտ է ամուսնության հետ կապված այդքան էլ լավ ամիս չէ, բայց ոչինչ։ Այնպես չի, որ պետք է այդքան շտապել, կարող եք պատրաստվել ամեն ինչին, ամեն մանրուքին, հետո նոր հարսանիք կազմակերպել։ Այսքանը սիրելիներս, լավ եղեք։